Ժողովուրդ, բարև ձեզ, տեսնում եք ինչ հրաշք այգի ենք պեղել, ով ունի այս հնարավորությունը, իհարկե մեր հայկական միտքն է, որ այս այգում կարելի է գտնել ամեն ինչ և խաղաղվել, հանգստանալ, յուրաքանչյուր ծառի բույրը շնչելով, յասաման, տեսնում եք ինչ հրաշք է, յասաման, ընտիր, սիրուն, առատ, բերքոտ, գույնը, խաղաղեցնում են երբային համակարգը, յասամանու ունի հակաբորբոքային, հակամիկրոբային և ջերմությունը իջեցնող հատկություն, ինչ պետք է անենք, իհարկե յասամանը այս ժամանակ մենք խաղում ենք, հենց այսպիսի յասամաններ, տարայի մեջ ապակյա դասավորում և վրան լցնում ենք սպիրտի 96%-անոց լուծույթ, 96%-անոց լուծույթը մնում է մոտավորապես 15-ից 20 օր, անընդհատ պետք է թափահարել օրը 2-3 անգամ, որպեսզի իր եթերային յուղերն ու միկրոէլեմենտները լրիվ տա սպիրտին և այնուհետև եթե ունեք հոդացավ, եթե ունեք ոսկրերի ցավ, ապա այն օգտագործել, այն նաև առողջարար է, եթե կա մաշկի խնդիրներ ձեր օրգանիզմում, այնուհետև շատ լավ է, եթե ունեք շպորներ, եթե կրունկները ձեր չորանում են, ճաքճքում, ապա ինչ պետք է անել, և հոդերին, և կրունկներին, և մաշկի շրջանում, քաթանի կտորի վրա մենք լցնում ենք այս սպիրտային լուծույթը 15 օրից հետո մնալուց, այնուհետև դնում այն մասին, որը խնդիր ունի, դնում ենք մոմլատ, այնուհետև փաթաթում տաք ժորով և մեր խնդիրը կարող է կասել 15-20 օր անընդհատ օգտագործելուց վերանում է, պետք է մնա այն ամբողջ գիշեր և առավոտյան վեր եք կենում, լվանում եք և քսում որևիցե խոնավացնող կամ ուղղակի ձիթապտղի յուղ, իհարկե այն ունի նաև ջերմ իջեցնող հատկություն, ինչ պետք է անենք, վերցնում ենք այսպիսի յասամաններ այդպիսի և լցնում եռացող ջրի մեջ 200 գրամ և խմում, անմիջապես ջերմությունը իջեցնում է, որովհետև քրտնելով պարզ է, որ եթե օրգանիզմը մաշկը քրտնում է, ապա այն հովանում է, այն չափից ավելի լավ է իհարկե մաշկի համար, մաշկային խնդիրները վերացնող և հոդային խնդիրները ցավը վերացնող, ոչ թե խնդիրը, այլ ցավը, միայն իմ շատ սիրելի ժողովուրդ, եթե ունեք հոդի խնդիր, պետք է անպայման դիմեք բժշկի և բոլորս գիտենք, դուք ինքներդ գիտեք, որ մենք ունենք հրաշալի հոդաբաններ, որոնք սոնոգրաֆիայի միջոցով պարզում են ինչ խնդիր է ձեր մոտ, եթե այնտեղ ոսկորին ծանր քաշից խնդիր է առաջացել և արդեն ոսկորին կպնելով այնտեղ օստեոմելիտներ է առաջանում, այսինքն անհարթություններ, այդ ցավը չի կարող մեր խեղճ ու կրակ այս հրաշք յասամանը վերացնել, դրա համար դիմում ենք բժշկի դեղորայքով և անպայման պլազմոթերապիայով, հրաշք բուժում, սիրում եմ ձեզ, իսկ դուք